Մինչ ձևիցները կքչփորեն հայերեն անգլերեն բառարանը, եկեք տեսնենք, թե Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ինչ է իրականում ասել։ Այո, նախորդ օրը նա ներդրում բառը ուղիղ չի ասել եւ խոսել է Հայաստանի Միացյալ Նահանգների միջև կնքված պայմանագրի մասին, խաղաղ միջուկային ծրագրի մասին, բայց այսօր արդեն փոխնախագահը թռնելուց առաջ, Հայաստանը լքելուց առաջ հստակեցնելով իր խոսքը նշեց, որ մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում կարող է տեղի ունենալ Հայաստանում եւ խոսքը թվային տեխնոլոգիաների մեջ ներդրման մասին է։ Նա խոսում էր հիմնականում Firebird ընկերության կողմից կատարվող ներդրումների մասին։ Civilnet-ի հարցմանի պատասխան այդ ընկերությունից ասել են, որ մինչև 2026 թվականի ավարտը մինչև 4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է նախատեսվում է իրականացնել, որով կտեղակայվի Հայաստանում շուրջ 50,000 գրաֆիկական պրոցեսորներ, բայց խնդիրը այստեղ բառերի մեջ չէ եւ ներդրում բառի մեջ չէ, չնայած տեսնում ենք, որ հենց ներդրումների մասին եւս խոսք կա եւ հենց փոխնախագահը իր խոսքում ասաց, որ սա կբերի թե ներդրումների, թե աշխատատեղերի երկու երկրներում էլ, եւ սա փոխշահավետ գործարք է, որը կնքվել է նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև, բայց հարցը ինչն է եւ ինչ ուղերձ էր իր հետ բերել փոխնախագահ Վենսը Հայաստան, իսկ հարցն այն է, որ Հայաստանի վարկանիշը փոխվել է եւ Հայաստանը միջազգային գործընկերների աչքերում այլևս պրոռուսական երկիր չէ, այլևս Ռուսաստանի ծայրագավառ կամ ռուսական ազդեցության երկիր չէ, այլ Հայաստանը այնպիսի վարկանիշ ունի Արևմուտքում եւ Միացյալ Նահանգներում մասնավորապես, որտեղ այդ երկիրը իր առաջատար տեխնոլոգիաներն է ներդնում, խաղաղ միջուկային ծրագրի, չիպեր, թվային տեխնոլոգիաներ եւ այլն, որպիսի ունի աշխարհի 4-ից 5 երկրում երևի, այսինքն մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի երկրում է այդպիսի ներդրումներ եւ այդպիսի տեխնոլոգիաներ Միացյալ Նահանգները դրել։ Իսկ սա խոսում է Հայաստանի վարկանիշի եւ Հայաստանի զարգացվածության ու առաջիկայում իր հնարավոր պոտենցիալի մասին եւ երկու երկրների միջև պոտենցիալի մասին։ Իսկ թրիպի մասով եւս բազմաթիվ ներդրումներ կան, որոնց մասին Ջեյ Դի Վենսը ուղղակի չուզեց մանրամասն խոսել, բայց նշեց, որ այս ուղղությամբ եւս բազմաթիվ միլիոնանոց ներդրումներ են տեղի ունենալու եւ որը երկու երկրների միջև կրկին հարաբերությունները խորացնելու շատ մեծ պոտենցիալ է պարունակում, որը թե տնտեսական բաղադրիչ ունի, թե անվտանգային, թե քաղաքական։ Իսկ բառարանները, քուջուջանողները թող շարունակեն իրենց գործը եւ ակնհայտ է, որ այս մարդիկ այս ուղերձները բաց են թողել, չեն նկատել, որովհետեւ տարված են կեղտ բռնելու վրա եւ տարված են երևի գուցե ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ աշխարհակաղակական ինչ-որ կեղտոտ խաղերի մեջ եւ չեն սպասարկում Հայաստանի շահը, այլապես Հայաստանի շահով մտահոգված ցանկացած մարդ այս հանդիպման այդքան դրական ուղերձները թողած չեր ընկնի եւ ուղղակի բառարանային բառերի հետեւից մեկ բառի հետևից չընկնի եւ սա ուղղակի ցույցիչ է հարգելի բարեկամներ, այո գնացեք անգլերեն սովորեք, դա լավ բան է, սովորեք, պետք կգա ձեզ առաջիկայում հատկապես շատ պետք կգա, բայց դժվար թե դուք ուրախանաք դրանով։ Այսքանը։ Երեկվանից Հանրապետությունում տեղի ունեցող դրական իրադարձությունների ֆոնին ընդդիմադիր պատգամավորները եկել են եւ շատ տարօրինակ բոլորիս համար հարցադրումներ են անում եւ հարցեր են բարձրացնում։ Օրինակ Գառնիկ Դանիելյանը ասում է Երևանում ինչու են ճանապարհներին փոսեր առաջացել, այն պարագայում, որ գիտենք, հա, փոսերը ծնից հետո կամ ինչ սառն է եղել այս տարի ձմեռը, -20-ից հետո բնական է, որ ճանապարհները նորմալ չէին մնա եւ ցուրտ օրերին հնարավոր չի վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Ուզում եմ ասեմ, փոխանակ գան ասեն ինչ լավ է այս ամենը ինչ որ լսեցինք եւ այն որ 11 միլիարդ դոլարի ներդրում հեսա մոտակա ժամանակում ԱՄՆ-ն պետք է ներդրում անի Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ դրա մասին բան չխոսեց։ Կամ 11 միլիոն դոլարի վիպետ հետախուզական ATS-եր ձեռք կբերի կգնի ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետությունը, դրա մասին նույնպես չխոսվեց։ Հայաստանում կգործարկվի տարածաշրջանում ամենամեծ տեղեկատվական բազան եւ արհեստական բանականության գործարանը, որի մասին ընդհանրապես չխոսվեց։ Թրիպ նախագիծը, հա, որի բյուջեն դեռևս նախատեսված չի թե ինչքան է լինելու, բայց հարյուրավոր միլիոնների ներդրում է կրկին արվելու, դրա մասին նույնպես չխոսեցին։ Երեկվա իրադարձություններից հետո բոլորս կարծում եմ ուրախ ենք եւ ռազմավարական, հա, ծրագրերը, որը որ ԱՄՆ-ի հետ պետք է իրականացնեն, կարևորությունը բոլորիս համար է ակնհայտ։ Ստացվում է ընդդիմադիր գործընկերները մեր փոխանակ ուրախ լինեն
տխուր են եւ այդ ամենի ֆոնին բերել են որ Երևանի փոսերից են խոսում այն պարագայում որ բոլորս գիտենք այդ փոսերը ձմեռը բոլոր քաղաքակիրթ երկրներում ձմեռվանից հետո առաջանում են եւ ձմռանը այդ վերանորոգման աշխատանքները չեն արվում հեսա ամեն ինչը կկարգավորվի դուք մնացած կարևոր իրողություններից ու իրադարձություններից խոսեք որ Հայաստանի Հանրապետությունը պատմական առաջընթաց է գրանցում տարբեր ոլորտերում ու գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր ծրագրերը ամեն ինչ անելու են որ հաջողությամբ իրականացվի խաղաղության օրակարգը շարունակելու ենք առաջ տանել ինչքան էլ որ շատերին դա դուր չի գալի բայց այդ ամենը իրականություն է դառնալու արդեն հողի վրա տեսնում եք այդ ամենը ուղղակի խոսքեր չեն Հայաստանն էլ մեծ քայլերով շարունակելու ենք առաջ տանել ու առաջիկայում ելի լավ նորություններ կլինեն լավ մնացեք ժողովուրդ ջան Ողջույն սիրելի ընկերներ, հուսով եմ բոլորդ լավ եք եւ ուզում եմ խոսքս ուղղել Արմլուր լրատվականին։ Արմլուր լրատվական Ես չգիտեի, որ դուք բացի այն, որ զազրախոսությամբ եք զբաղվում, զրպարտում եք մարդկանց, նաև հասարակ տարրական մեդիագրագիտության խնդիր ունեք։ Հարգելիներս, ինձ անդրադառնալուց առաջ երևի թե պետք է ճշտել, ինչպես է իմ աշխատանքային ժամին իմ սոցիալական ցանցում որևէ նյութ հայտնվում։ Երևի դուք չգիտեք, որ սոցիալական կայքերն ունեն հնարավորություն նախապես տեղադրված նյութերը քո ցանկացած ժամին հրապարակելու։ Հասկանում եմ, դա դժվար է, ձեզ համար դժվար է դա սովորելը, ընկալելը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդունակ են, ավելին կարողանում են օգտագործել ցանկացած գործիք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դուք ինձ մեղադրել եք, որ ես վերջին շրջանում հատկապես աչքի եմ ընկնում իշխանությանը հաջողանալու մոլուցքով։ Հարգելիներս, դա ձեր մասին է, դուք եք ուզում հաջողանալ ձեր տերերին, բոլոր նրանց, ովքեր ձեզ վճարում են։ Ես իշխանությանը հաջողանալու կարիք չունեմ, որովհետև ես իշխանության հետ նույն քաղաքական թիմում եմ, ասեմ ավելին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ հաջողացողներին չեն սիրում, որովհետև մեր կուսակցությունը ժողովրդավարական արժեքներ կրող կուսակցություն է, դե դա հասկանում եմ, ձեր խելքի բանը չի։ Ինչ վերաբերում է մնացած գնահատականներին, շատ ծիծաղելի են, ասեմ ավելին, ձեր գրած խոսույթը, որ երեխաները դասապրոցեսի ժամանակ էին, իսկ Ռուզաննա Երեմյանը հրապարակում էր անում, այո, Ռուզաննա Երեմյանը չէր անում, անում էր Facebook-ը եւ նա ուներ այդ հրահանգը։ Ի տարբերություն շատ ընդդիմադիր կայքերի, Facebook-ը շատ ավելի գիտակից է։ Բոլորիդ լավ երեկո եմ մաղթում, սիրելի ընկերներ, համբուրում եմ եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։